Մենք սրտան շնորհակալ ենք, որ առավոտ կանուխ մեր ոտքերը առաջնորդվել է Տիրոջը տան մեջ։ Աստված հոգատար Աստված է, նա բարի Աստված է, սիրելիս, եւ եղբայրը ոնց որ ասեց, որ նա երես չի դարձնի։ Մեր ազգից այդ ձևի երգել ենք երգում, Տերը հայերին մենակ չի թողնի, չէ՞, ոնց որ եղբայրը հորդորեց այդ ուղղությամբ։ Փառք Տիրոջը։ Մենք շնորհակալ ենք, որ օտար էինք, օտար, սենց նայում եմ, օտար էինք, բայց Տերը մեզ ինչ դարձրեց, բարեկամ դարձրեց, ասենք փառք քեզ Տեր, որ մենք ինչի մեջ էինք քայլում, խավարի մեջ էինք քայլում, բայց Տերը իր սքանչելի լույսին բերեց, կարելի ասել փառք քեզ Տեր, նա բարի Աստված է, նա հոգատար Աստված է, եւ հիմա էլ որ այս վայրի մեջ մեզի հավաքել է, սա էլ իր ողորմությունն է եւ իր հոգատարությունն է։ Շնորհակալ ենք Տիրոջից, երանի են սրտերին, որ գնահատում են, խորը գնահատում են, կոտրվում են, փշրվում են ու չեն ասում, բայելով, բայ ես էի արժանի, այլ ասում են Տեր, ով, բայց ես հավետ անարժան եմ, կարողանում ենք, դա Տիրոջ խոսքն է սովորեցնում։ Ես ուզում եմ կարճ հորդորական որոշ համարներ եմ առանձնացրել, բայց գիտեք, Աստծո համար երկրավոր մարդու ոչ մի կարգավիճակը կապ չունի, սիրելիս։ Ես որ առաջի անգամ տարիներ առաջ կարդացի այդ Նիկի Կրուզի մասին կարողա շատերը լսել են, էդի սարսափելի անձնավորություն էր, սարսափելի, որ ամբողջ Նյու Յորքի բանդայի առաջնորդ էր, բայց Աստված սիրում է, բոլորին սիրում է, եւ ուզում է միած սուրբ ու նուրբ աշխատանք տանի, որ մարդը, որ ունի չար եւ խաբեբասիրտ հպարտ, կարողանա այդ մարդուն թույլ չտա, որ նա դժողքի ճանապարհը բռնած գնա եւ հասնի դժողք, նա ուզում է անգամ իրանից հեռացած, աքսորվածը, բայց ճանաչի իրան, ունենա փրկություն, ասում է Աստված իմ, ում մտքով կանցներ, այդ սարսափելի անձնավորությանը, բայց Աստված իր զավակին կարճ եմ ուզում ասեմ, Դավիթ Վիլկերսոն, չէ, եթե չեմ սխալում, ուղարկեց, չէ, Դավիթ Վիլկերսոնը, եւ ուղարկեց ինչ ասեց, ասեց դու գնալու ես եւ Նիկի Կրուզին մի հատ բան ես ասելու, մի հատ բան, գիտեք ինչ էր ասելու, որ Նիկի Հիսուսը քեզ սիրում է, վերջ։ Սիրելիս, աշխարհը դաստիարակում է այս ձև, եթե չանես կպատժեմ, եթե չանես կզրկեմ, բայց միակ Աստվածն է, որ խրատում ու դաստիարակում է, եթե չանես էլ, ես քեզ սիրում եմ հավիտենական սիրով, ասենք փառք քեզ Տեր Աստված։ Եսայի մարգարեությունից այդտեղ ուզում եմ կարդամ, որ գրված է 57-րդ գլխի 15 համարից, 57-15-ը Եսայի, քանզի այսպես կսե բարձրը ու բարձրյալը, որ հավիտենականության մեջ կբնակի ու անոր անունը սուրբ է, այս ձևի էակ, այս ձևի գոյը, ինչ է ասում, քանզի այսպես կսե բարձրյալը եւ բարձրը, որ հավիտենականության մեջ կբնակի, անոր անունը սուրբ է, նա ամեն ինչ կարող ասեր, նա կարող ասեր լռի, նա կարող ասի նստի, նա կարող ասի սաստի, բայց ինչ ասում ես բարձրը ու բարձրյալը, որ հավիտենականության մեջ է բնակվում, ինչ ասում սիրելիս, ասում է ես բարձր ու սուրբ տեղերը կբնակվեմ, բայց կոտրած ու խոնար հոգի ունեցողի հետ եմ, այսքանը հերիք չի, որպեսի խոնարներու հոգին կենթանացնեմ եւ կոտրած սրտերը ապրեցնեմ, փառք Տիրոջը, տեսակ Աստծո գործը, հին ուխտում այդ ձևի մի տեղ կա, կարծեմ Եղիայի ժամանակ էր, ասում է գետնա շարժ եղավ, բայց Տերը տեղ չէր, կհիշեք այդ տեղը, կարդում եք, մեկ էլ փոթորիկ եղավ, եւ Եղիան ինչ է, կարծեմ Եղիանը, եթե չեմ սխալ, սպասում է, որ հեսա փոթորիկի մեջ, հեսա կայծակի մեջ, հեսա երկրաշարժի մեջ, բայց այդ ոչ մի տեղեր Աստված չկար, նրա ձեռագիրը ոնց է, եւ մի հատ մեղմ հով քամի, չէ, այտենց եղավ, եւ Տերը որտեղ էր, այդտեղ էր։ Նա կարում է, սիրելիս, ես գործի բերումով համոզվեցի Աստված, այն ձև նուրբ աշխատանք ատանում, բայց նրա աշխատանքի վերնագիրը սեր է, որ մարդը փշրվի, մարդը կոտրվի, վերջին տասներում իմ մոտ գալիս է պաշտոնյա մեկը, չեմ ասում, ինքը ճանաչված է, բոլոր իրան ճանաչում են գործի բերումով,
ինքը հիվանդություն ունի, պրոբլեմ ունի առողջական, եկել է, ինչ ձևի թախանձանքով, ինչ ձևի սենց զգուշավորությամբ, դուրը ծեծելով, մտնելով, բայց ինքը չեմ ուզում ասեմ ով է, ճանաչված է, հանրահայտ է, Աստված ասեցի, որ ինքը ձևով մտավ, ես էի ուզում շփոթվեմ, բայց տեսա, որ Աստված է դաշտը տալիս է իր զավակներին, որ սիրով, որ քաղցությունով, այս ինչ Աստված է, այս ինչ Աստված է, նա կարում է ճանապարհներ, հնարքներ, մեթոդներ, միջոցներ, որ մարդը փշրվի, մարդը կոտրվի, եւ նա այդ օրինակը թողել է մեզի, սիրելիս, չեմ ուզում խոսքը երկարացնեմ, բայց Մատթեոս ավետարան, երբ որ գալիս ենք, տեսեք, Տեր Հիսուս մեզ օրինակ թողեց, մեզ օրինակ, ես մեծ չեմ ուզում ասեմ, բայց այս 30 տարի որ Տերը ողորմություն արե, ես Աստծո ճանապարհի մեջ Հիսուսի գառների հետ միացել եմ այտենց, ես այս 30 տարին քիչ չի, մի կյանքի կես է, բայց կամաց հասկանում եմ, որ սա փշրվելու ճանապարհ է, ես ամեն եմ ասում, սա կոտրվելու ճանապարհ է, սիրելիս, սա բեմերի ճանապարհ չի, սա ծափերի ճանապարհ չի, սա բարձրանալու ճանապարհ չի, սա կոտրվելու ճանապարհ է։ Այդ դասը ոնց սովորեցի ես 30 տարվա մեջ, Տերը ինձ ասելու է, պատճառ չբռնենք ոչ մեկին, ոչ կեսուրնապատճառ, ոչ հարսնապատճառ, իմ հպարտ սիրտն է պատճառ, որ այսօր հնարավորություն է տված փշրվելու, կոտրվելու, սիրելիս, Տեր Հիսուս ինքը օրինակը թողել է, ինքը այդ խոնարհության օրինակը թողել է, եւ ինչա գրած Տիրոջ վրայով, հələ տեսեք, Մատթեոս ավետարան 12-ից եմ կարդում, 17 խոսք, որպեսի 12-17 խոսք Մատթեոս, որպեսի կատարվի Եսայի մարգարեին ձեռքով ասված խոսքը, ահա իմ ծառաս զորընտրեցի ու իմ սիրելիս, որուն հավնեցավ իմ անձս։ Տեսնեք ինչ անում ես, ոնց է հավանում, ինչին է հավանում, իմ հոգիս անոր վրա պիտի դնեմ ու էթանոսներուն իրավունք պիտի պատմե, 19 խոսք, ոչ պիտի վիճի, ոչ էլ պիտի աղաղակի, եւ ոչ մեկը պիտի լսե անոր ձայնը հրապարակներուն մեջ։ Տեսակ Քրիստոս ինչ օրինակ թողեց։ Միտեղ ասում է, որ մունչ կեցող գարան պես իր մորթողի առջև։ Սիրելիս, կարևոր բան է, սա կարևոր բան է Տիրոջ խոսքը հորդորում։ Եթե ծառը սկզբից տնկեցիր, հենա գարունա, մի 3 հատ էլ փոքր հող ունեմ, ծառ ես դրեցի, այս վերջերը։ Կողքից ասում են, դե լավ է, ասում եմ, չէ, լավ չի, մի քիչ սենց է։ Ասում է, դե մի քիչը ոչինչ, մի քիչը ոչինչ։ Եթե ծառը դրեցիր, մի քիչ սենց թեք եղավ ոչինչ, ոչ, նա որ մեծացավ պարկելու է, հոգևոր մարդը հիմք ունի։ Հավատքի ճանապարհի մեջ սովորեցի փշրվել, սովորեցի կոտրվել, սովորեցի խոնարհվել, հասնելու եմ այդ օրվանը, սիրելիս, բայց ովքեր որ կառույցը ճիշտ չեղավ, ես միտեղ վկայեցի կարճ ասեմ, մի անձնավորություն եկավ հավատքի, վերջապես, տենց կարճ եմ ասում, բայց ինքը ճիշտ չշինվեց, այտենց մեծ բաներ, ինչ տեսիր կա, ինչ հրաշք կա, ինչ եսիմ ինչ կա, անցել է 20 տարի կամ քանի տարիներ, վերջերս հանդիպեցի այդ կոմիտասի կողմը իր աշխատանքն ընդեղա, այտենց տեսավ ինձի, այտենց բանով, մոտիկացել է ու ասում է, չեմ փնովում, չեմ բացական բան ասում, մեր եղբայրն է, Տերը միտքը լուսավորի, բայց տեսեք ինչքան զգուշ պետք է լինենք մենք այս ճանապարհի մեջ, հանդիպել է ինձ, եղբայրը ինչ կա, օրհնություններ, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, սենց բաներ ասում, ձեր մոտ ինչ կա, արդեն ինքը ձեր մոտ ու մեր մոտ ասում, հա, բայց ինքը այն ժամանակվանի ճիշտ չէր շինվում, ճիշտ հիմքի վրա չկառուցվեց, վերջապես ասեցի կա եղբայր, մեր մոտ էլ կա, օրհնություններ կա, ասա, ինչ նշաններ կա, ասեցի գիտես ինչ կա, Տեր Հիսուս ասել է, ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, ու ձեր անձերի մեջ հանգստություն կգտնեք, ասում է, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, ասի հա, իսկականից դու ինչ ես ասում, ես ինչ եմ ասում, մարդը պիտի շինվի, սիրելիս, դասը սա է, ամբողջ ավետարանը սա է դաս ծիրակում, միշտ ես ասում եմ, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը դիտավորյալ են սարքեցածր, որ ինչքան էլ մեծ ու փարթամ մարդ լինի, բայց որ ուզում է գերեզմանը տենա, ինչ պիտի անի, պիտի կռանա մտնի, սա խորհուրդ է, նեղ դռան, վերնագիրը սա է, խոնարհների դուռ,
Խոնարհները կարող են մտնել այդ դռնով եւ օրինակ թողեց մեր Տեր Հիսուսը։ Միտեղ էլ ուզում եմ կարդամ, չեմ երկարացնի, սա Փիլիպեցիների մեջ է գրված։ Տեսեք, սիրելիս, ոչ թե ես ասում եմ հատկություն ձեռք բերենք այդ ձև, բնավորություն ձեռք բերենք ոչ, սա աղոթքի թեմա է։ Ինչքան ներքին սենյակում պետքա խնդրենք։ Մի քույրիկ ուրեմն ունենում է մեծ ընտանիք, հոգևոր քույրիկ, տան անդամներն էլ հոգևոր, եթե չեմ սխալվում, բայց ինչ է կատարվում։ Միշտ ինքը անում է, տան գործեր անում է, ճաշն էփում է, տունը մաքրում է, մեծն է, այդ տան մեծն է, անում է, բայց շնորհակալ չկա, մի հատ գոհացող չկա։ Եվ տրտմում է այդ քույրիկը, բայց ինքը սովորել է, Հիսուսի հիմքի վրա է կառուցվել, Աստծո խոսքի վրա, խոնարհության դաս է սովորել, սիրով անում է, բայց դե մարդ է էլի, ներսը տենց կարող է մեկ-մեկ էլ նեղվում է, եւ ինչ է կատարվում, տեսեք Աստված ինչ ձև է մխիթարում իր զավակներին, Ռուսաստանից հոգիներ են գալի, եղբայր քույրեր են գալի, իրանց մեջ այդ ձև հայտնություն ունեցող հոգի է լինում, աղոթքներից մեկի ժամանակ, երբ որ այդտեղ աղոթք කරում, այդ քույրիկը տեղ է լինում, մարգարեական խոսք է լինում, մոտիկանում է այդ հոգին եւ քույրիկին ասում է, լսի քույրիկս, դու տան մեջ ամեն բան անում ես, խոնարհությունով անում ես, կոտրված անում ես, սրտանց անում ես, ես գիտեմ ոչ մեկ քեզի չի գնահատում տան մեջ քո արածը, բայց մի բան լավ իմացի, ես քեզի գնահատում եմ, ասենք փառքես Տեր։ Այս ճանապարհին նախանձավոր լինենք, սիրելիս, աշխարհն ուզում առաջ գնա։ Այս վերջերը միտեղ տենց մի 3-4 հոգի նստած, իրանք միջոց մի հնարքման են գալի, որ մի բան պատմեն, որի մեջ իրանց փառքերը բա, որ իրանք ինչքան լավն է, որ իրանք, բայց Աստծո զավակը տենց չի։ Աստծո զավակը սովորել է, հրապարակներում չկա նրա ձայնը, նա չի աղաղակում, նա չի բղավում, նա լուռ է մնում, անգամ իր եղբայրները, իր աղբերներն էին, չէ, ասեցին, եթե դու այդ ձևի բաներ ես անում, իրանք էլ չէին հավատում, բա գնա քեզի ցույց տու, գնա քեզի հայտնի, բայց Տեր Հիսուս հո չէր անում հայտնելու, սիրելիս, սա ներսի կյանք է, ներսի կյանք, այս վերջերը մի եղբայր ասում է, գնացի պաշտամունքի նստեցի գետնին, հետո մի եղբայր իշավոտնուկի էր նստած, ասեց արի ես վեր կենամ, դու նստես, ասեց չէ եղբայր, իշավոտնուկից կարող անգնեմ կոնք ազդրս վնասեմ, բայց որ գետնին եմ ընկնելու տեղ չունեմ, ասում եմ միտքս աշխատեց, ես ինչ իմաստուն բան ասեց, գետնից էլ ուր ընկնես, ընկնելու տեղ չկա, հիմա ինչքան խոնարհվենք այդքան լավ չի, բայց ինչքան բարձրանանք այդքան լավ է, չընկնենք վնասը շատ է լինելու, կարդում եմ այդ տեղը, տեսեք, Փիլիպեցիների 2-րդ գլխից կարդում եմ այդ տեղը, առաջի համարից, Փիլիպեցիս 2-րդ գլուխ առաջի համարից, սա աղոթքի թեմա է, որ ես լույսի տակ ես հայլու տակ, ամեն մեկս քննենք մեր անձերը, ուստի եթե Քրիստոսով մխիթարություն կա, այո կա, եթե սիրո սփոփանք, եթե հոգի հաղորդություն, եթե գթություն ու ողորմություն, իմ ուրախությունը դուք լեցուցեք, տենանք ուրախությունը ոնց է լեցնում, ասենց ճարճրան բաներով, ասենց ճարտար բաներով, ասենց երևացող բաներով, հələ տենանք առաքյալ ինչի վրա էր ուրախանում, սիրելիս, իմ ուրախությունը դուք լեցուցեք, նույն խորհուրդը ունեցեք, միևնույն սերը ձեր մեջ ունենալով, մեկ շունչ, մեկ մտածմունք, տեսակ ուրախությունը որն է, խոնարհության մեջ է առաքյալի ուրախությունը, որ տենա, որ այդ գառնուկները Հիսուսի այդ ձև են մեծանում, բանմը գրգռությունով, սնապարտությունով մինեք, հապա խոնարհությունով, ինչով, խոնարհությունով, հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձեն լավ սեպեցեք, միայն անձերու շահը մի նայեք, հապա ամեն մեկը իր ընկերինն էլ, ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, տեսնենք հիմա այս մտքի մասին, սա աղոթքի թեմա եմ համարում, որ առաջի կետը, որ Աստծո կերպարանքը ունենալով, հափշտակություն չսեպեց, Աստծուն հավասարը լալ, հապա անձը ունայնացրեց, խոնարհվել է դա թե չէ, հələ խոնարհվել է, բայց սա ունայնացրեց, այսինքն ոչինչ սեպեց, Տեզերքի արարիչը, ամենակարողը, տերերի տերը, թագավորների թագավորը, իր անձը ինչ արեց, բա իմ նմանը, շարունակությունը, հապա անձը ունայնացուց, սա կայուն հիմքա, նախանձավոր լինենք, հիմա որ լսում ենք, մենակ չլսենք, ծառայի կերպարանք առնելով, մարդոց նմանը լալով, և կերպարանքով մարդու պես գտնվելով,
ինքզինքը խոնարեցուց, ինչ արեց ինքզինք, խոնարեցրեց, մինչև մահվան հնազանդ եղավ, ստեղ էլ չի վերջանում, եւ այն ալ խաչի մահվան մեջ էլ ամենա, ինչ մահներ խաչի մահը կշեք, անարգված մահը, անգամ մահի մեջ էլ ամենաանարգ մահը, Աստոր համար, հիմա տեսեք ինչ կատարվեց, Աստոր համար Աստված ալ զանիկա խիստ բարձրացուց ու անոր անուն մտվավ, մեն անունից վերա փառք իր անվանը, որպեսի Հիսուսի անունին ամեն ծունկ ծռի, երկնավորներու մեջ, երկրավորներու մեջ եւ սանդարամետականներու մեջ, եւ ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքի համար, ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ատեն հնազանդ եղաք, ոչ թե իմ ներկայությանս, հապա բացակայությանս ժամանակ էլ, սա դասա սիրելիս, սա դասա, մենք առաջ ենք ընկնում, բայց Տերը, որ մեզ սիրում է, ժամանակ առ ժամանակ թույլ է տալի, չգիտեմ ձեր կյանքում էլ է, թե մենակ իմ կյանքում է տենց լինում, մեկ էլ տենում ես սենց օրհնություն եղավ, մեկ էլ տենում ես հաղթություն եղավ, մեկ էլ տենում ես սենց ողորմություններ եղավ, բժշկություններ եղավ, մեկ էլ տենում ես դադարեց այդ բոլորը, Աստված ջան, ես խի եղավ, գիտեք խի եղավ, որտեղ մի քիչ է որ շարունակվեր, ոչ թե ասելու էիր արժանի ես, այլ ասելու էիր արժանի եմ, դրա համար Աստված պահում է սիրելիս, այս դասերը լավ դասեր է, այս դասերի մեջ ես մեկ ասում եմ, նևրոզ չկա, նևրոզ, խոնարհության դասերի մեջ, որ սովորում ենք, նյարդային ոչ մի ֆոն չկա, նևրոզները դադարում են, դեպրեսիաները հեռանում են, սովորում ենք Տեր Հիսուսից, որ նա հեզ է եւ սրտով խոնար, որ մեր անձերի մեջ ինչ ունենանք, խաղություն, հարց տամ ով ունի այդ խաղության կարիքը, կներեք, ես ասում եմ ես երկու ձեռով, կանգնենք ոտքի Տիրոջ առաջ, խնդրենք, խոսքի համաձայն կարելի է, ոնց որ դրա կարիքը կա, Սուրբ Հոգին էլ կարա այդ աշխատանքը մեր մեջ տանի,